Բիզնեսում եթե խնդիր չլինի, ուրեմն բիզնես գոյություն չունի։ Շատ բիզնեսմեններ կարող են մեծ բիզնես ստեղծեն, բերեն, ծախեն կամ չգիտեմ, թեկուզ արտադրեն, ծախեն, բայց արդյունքում բիզնես չեն կառուցում։ Հարցազրույցի հենց առաջին փուլում ասում են աշխատանքի ավարտը երբ է։ Բիզնեսմեն ծնվում են, թե դառնում են։ Այն աշխատակիցները, որոնք որ այդ սկզբից ճանապարհ են անցնում, հետագա փոփոխությունները, որոնք որ սկսում ես կիրառել, ու անընդհատ փոխում ես, այդ մարդիկ չեն արմար։ Ժողովի ուսանողները մեծ մասը բիզնեսմեններ են դառնում։ Մի տեղ ընդունվես ու չսովորես, ցանկալի չի տարիների կորուստ է, ավելի լավ է ուղղակի դուրս գաս, ինչ որ մի աշխատանք գտնես, աշխատես ու դրա հետ միաժամանակ ինքնակրթությամբ զբաղվես։ Ողջույն ընկերներ, այսօր ես ունեմ շատ հետաքրքիր եւ մեծ ճանապարհ անցած հյուր, գործարար, լավ ընկեր, Կլուբ Կապիտալի անդամ եւ մարդ, ով Հայաստանի թեթև արդյունաբերության կարկառուն դեմքերից է։ Մինչեւ ներկայացնել իմ հյուրին, ցանկանում եմ ներկայացնել իմ գործընկերներին։ Այսօրվա ոդկասթի շրջանակներում մենք համագործակցում ենք Spin Production ընկերության հետ, որի հիմնադիր է Էրիկը Պատվականյան մեր ակումբից է, իսկ Spin Production-ը մատուցում է վիդեո եւ ֆոտո production-ի, կարելի ասել բոլոր ծառայությունները։ Երկրորդ գործընկերը Lifestyle Parfum ընկերությունն է, որի 3 հիմնադիրներից երկուսը, Տաթևը եւ Սրապը, մեր ակումբի անդամներ են։ Lifestyle Parfum-ը ունի 3 խանութ, որից երկուսը ֆիզիկական խանութներ են, մեկը Սայաթ-Նովա փողոցի վրա, մյուսը Մաշտոց փողոցի վրա եւ մեկ on-line խանութ, որտեղ ներկայացված են միջազգային բազմաթիվ բրենդների օրիգինալ օծանելիքներ, իսկ հղումը մենք տեղադրենք մեր ոդկասթի մեկնաբանություններում։ Եվ իմ հյուրն է մեր շատ լավ ընկեր, շատ սիրված գործարար Տիգրան Կարապետյանը։ Տիգրան ջան, հարգանքներս բարով եկել։ Գրիգոր ջան։ Տիգրանին բոլորը գիտեն Պապիրոսի Տիգրան, որովհետև Տիգրանը Հայաստանում ստեղծել է մի ընկերություն, գործարան, արտադրություն թեթև արդյունաբերության մեջ ճանաչելի շատ մեծ ներկայացվածություն ունեցող, շուկայում մեծ ներկայացվածություն ունեցող ընկերություն։ Տիգրան ջան, դե այսօր մեզ շատ հետաքրքիր դիալոգ է սպասվում։ Խոսանք երևի ամենասկզբից, հա, ոնց ես եկել բիզնեսի աշխարհ ու ոնց է ստացվել հենց այն բիզնեսը, որը հիմա վարում ես։ Բիզնեսով զբաղվել եմ ուսանողական տարիներից սկսած։ Հիմնականում մրգի մեծածախ առևտրով եմ Որտեղ ես զբաղվել։ սովորել։ Ժամանակին Պոլիտեխնիկ ինստիտուտ եմ ավարտել, 93 թվականին ավարտել եմ ու դրանից հետո սկսել եմ առևտրով զբաղվել, մասնագիտությամբ ոչ մի րոպե չեմ աշխատել, հա։ Ընդհանուր մինչև 2014 թվականը Հայաստանում խոշոր ներկրողներից եմ եղել մրգի, արևադարձային մրգերի, բավականին խոշոր էի, հզորներից մեկն էի։ Քանի տարում հասար այդ կետին։ Մոտարապես 10 տարում։ Հա։ Հա, այդքան էլ էս չէր, մրցակցությունը շատ բարձր էր, այդ Ինձ հետաքրքիր է առաջի ու վերջի քայլը այդ բիզնեսում։ Ոնց ա եղել, որ մտել ես այդ բիզնես ու ոնց ա եղել, որ դուրս ես եկել։ Առաջինը ուսանող էինք, ամանորի դիմաց էր, գումար չկար էլի, գումի շուկայից չամիչ գնեցինք արկղ, հետո բարձրացրեցինք մասիվի շուկայում վաճառեցինք, այդ ժամանակվա գումարը ռուբլին էր, 1500 ռուբլի աշխատեցինք ու տենց սկսվեց էլի։ Իսկ վերջին քայլը, որ միանգամից որոշել եմ, որ վաղվանից մրգի գործը չեմ անել ու դուրս եմ եկել մրգի պատմությունը։ Հունվարին որոշել եմ, հուլիսին դուրս եմ եկել։ 6 ամիս։ Այդ շուկայից դուրս եմ եկել, այնտեղ գումարների հավաքագրման խնդիր կար, այդ 5-6 ամիսը զբաղվել եմ դրանով միանգամից, ոնց որ այսօր որոշել եմ վաղը չեմ արել։ Հեշտ բիզնեսը թողել եկել ես դժվար Հա, բիզնես, էլի։ մտածում էի, չէ, մտածում էի ավելի հեշտ բիզնեսի գնամ, բայց ունեմ այն ինչ ունեմ։ Ոնց հիմնադրեցիր Պապիրոսը։ Պապիրոսի հիմնադրումն էլ շատ պատական էր, ես ինքս մի անգամ հայտարարել եմ, ասել եմ, եթե անձեռոցիկի օգտագործման ինչ-որ միջազգային մրցույթ լինի, ես պատվավոր տեղ գրավելու եմ, որովհետև ինքս շատ եմ օգտագործում, շատ զուտ պատական, մեկ անգամ առևտրի ժամանակ փորձեցի հասկանալ որակյալ հայկական արտադրանք կա, բայց ինչ տեսա, մինչև հիմա իհարկե կան ընկերություններ, որոնք որ անում են, նայեք ինչ կար, անձեռոցիկի տուփի մեջը պակաս էր, նույն զուգահեռ թուղթը 20 մետր գրածը 12-13 մետր էր, որակը абսուրդ էր, ուղղակի անհասկանալի էր, այդ ժամանակ որոշում կայացրեցի, որ
կիմնեմ արտադրություն, որը որ կդառնա իրական որակի չափանիշ, այսօր հայտարարում են, որ դա ունենք։ Այո, ես համաձայն եմ, հաստատում եմ։ Մենք որ գնում ենք տան համար առևտուր անելու, ես միշտ պապիրուս եմ վերցնում, կինս մեկ բա հələ էս նայենք, ասում չէ չենք նայում։ Պապիրուս ենք վերցնում։ Այդպես շատ եմ լսում ընկերներից ես, որ կանանիքի հետ կռիվ են անում, ինչի պապիրուս, բայց այդ դեպքում լավ կլինի, որ թողեք մեկ ուրիշը գնեն, երևի համեմատության մեջ ավելի լավ։ Իմ համար գաղափարական է, անկեղծ ես գիտեմ, որակը լավն է, բայց չեմ համեմատի երբեք, որովհետև նախ իմ համար կարևոր է, որ իմ ակումբի գործարարի պրոդուկտից ես օգտվեմ, իմ համար դա սկզբունքային է, երկրորդը քեզ մեր հարաբերությունները ինձ թույլ չի տա, դաժե ես փորձեմ ուրիշ բան, էլի։ Համաձայն եմ, բայց ամեն դեպքում կարծում եմ պետքա կանաց հնարավորություն տակ սխալվելու։ Համաձայն եմ։ Լավ։ Okay, ոնց սկսեցիր արտադրել, ինչ ներդրում արեցիր։ Նայեք, շատ պատական էր, որոշումը կայացնելուց հետո այնպես ստացվեց, որ պատական մի խնջույքի ժամանակ հանդիպեցի մարդու, որ աստոցներ էր արտադրում, ոնց որ հատուկ ու արկած լինեին, որպեսզի ես կարողանայի ոլորտին բացարձակ անծանոթ էի, իրեն հետ սկսեցի առաջին երկու աստոցը պատրաստեցի, հուլիսի 1-ին ընկերությունը արդեն պաշտոնապես գրանցվեց, դրանից հետո սկսեցինք աշխատել։ Որտիվներ դա 14 թվականի հուլիսի 1-ին։ Դրանից հետո սկսեցինք բրենդի վրա աշխատել, հումքերը գտնել, չգիտեմ մնացածը։ Դեկտեմբերի 2-ին 14 թվականի առաջին արտադրանքը թողարկել ենք։ Ներդրման ծավալը առաջին փուլում եղել է մոտավորապես $260,000 սահմաններում։ Ասեմ, որ այս տարի մենակ 300 միլիոն դրամ ներդրում ունենք։ Հասկացա։ Դե դու վերազինում ես, մեծացնում ես, այս բան քանի հոգի աշխատում պապիրուսում։ 98։ Դե երկու հոգի էլ ընդունի 100+ եղեք էլի։ Դե 100-ին այս տարի նախատեսված է մինչև 120 աշխատակից։ Իմիջիալոց 98 աշխատակցով խոշոր արկատուների 1000 խոշորի ցանկում 852-ն է մեր ընկերությունը։ Այնպես որ չէ, լուրջ ավելի արժեք են ստեղծում։ Ընտիրը։ Դե ոնց կայացավ ընկերությունը, որովհետև ստեղծել գործարան, արտադրություն, դա բիզնեսներից ամենաբարդն է, բայց տնտեսության համար ինքը ամենաառանցքայինն է, ամենակարևորն է։ Ոնց ստացվեց այդ հաջողությունը։ Դե առաջին փուլը շատ դժվար էր, իրականում դժվար էր, իմ մտածելով մեզ շուկայում սպասում են։ Ես գիտեի, որ բարձր որակ եմ թողարկում, բայց պատկերացրեք վաճառակետերում եւ աջախորդների մոտ այդպես էլ չկար դրական կարծիք հայկական արտադրանքի համար։ Այո, հիշում եմ ես։ Զուտ այդ ժամանակ ամենակարևոր համեմատականը գինն էր, որը որ ես չէի կարողանում ստանայի։ Առաջին 2 տարին շատ դժվար էր։ Հիմնականում դրսից ներդրումներ անելու հաշվին ընկերությունը պահեցինք։ Կայացավ համառության շնորհիվ, կայացավ այն հավատքի շնորհիվ, ինչը որ ես հավատում էի, որ կստացվի։ 17 թվականին արդեն ընկերությունը ճանաչում ուներ։ Իսկ շահույթով որ պայեցեք սկսել աշխատել։ Շահույթ ստացել ենք աշխատանքային 5-րդ տարվա վերջում։ Այն դասական գրքային մոդել է եղել, էլի լրիվ։ Հունվար ամիսները ուղիղ 11 տարի ընկերությունը շահույթ չի ապովում, մշտական հունվարներին միշտ կորուստ ունենք, որտեվ հիմնականում կես ամիս ենք աշխատում, ամենամեծ ծախսերը հենց հունվարին ենք անում։ 5-րդ տարվա վերջին ամիսը դեկտեմբերին առաջին շահույթից, դրանից հետո փառքասու չունենք ամիս առանց շահույթ աշխատելու։ Իսկ ոնց եք դիմացել այդ 5 տարի նախորդ բիզնեսի միջոցներով։ Ընկերներիս օգնությամբ։ Դե կոմոդետ շատ լավ է ստացվում, այն իմաստով ընկերներիս օգնությամբ, ամեն օր ինչ որ մեկի տեսնելուց անպայման փող էի ուզում։ Անց էր որ բայց կարևոր հատկություն ունեի, որ ժամանակին վերադարձնում էի, բոլորը վստահում էին։ Բանկերից վարկերով, հետո ընթացքում, չգիտեմ, ընկերությունը սկսեց աշխատել նաև շահույթի հաշվին։ Հասկացա։ Հիմա իսկ հումքը որտեղից է։ Հումքը ներկրում ենք 3 երկրից՝ Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Թուրքիայից։ Եվ այսօր ձեր ապրանքը կարելի ասել մրցունակա արդեն եւ ներմուծված ապրանքների կողքին եւ հայկական այլ արտադրողների կողքին։ Նայեք, մեր ընկերության հենց տեսլականը դա է, որ մենք պետքա որպես տնտեսական ապրանքներ արտադրող ընկերություն զարգանալով
պետք է ունենանք տնտեսական ոլորտի բոլոր արտադրանքները ու դառնանք հայկական արտադրության համար որակի չափանիշ։ Հենց դա է մեր հիմնական տեսլականը։ Արտադրությունը սկսելու առաջին փուլում կար թուրքական բրենդ Հայաստանում, բավականին հայտնի, որ ամենաուժեղն էր այդ ժամանակ։ Ինքը իմ համար դարել է այն օրինակ է եղել, մոտիվացիա որպես օրինակ, կոպիտ ասած, հիմնական նպատակս իրենց նմանվել է եւ գերազանցել է։ Այս պահին եւ նմանվել եմ եւ գերազանցել եմ։ Մեր ընկերության արտադրանքը շուկայում շատ ավելի մեծ տեղ եւ դիրք ունի, քան իմ նշածս բրենդը։ Հասկացա, շատ լավ։ Ես հիշում եմ մի անգամ մտել եմ մեր տան կողքի սուպերմարկետ, փոքր տնտեսական խանութների խանութ է, ասի պապիրուս ունեք։ Բայց չէ, պապիրուս չունենք, մենք ունենք SSS ու ներմուծված ապրանքների անունները ասում։ Ասում չի չունենք պապիրուս։ Ես կոնկրետ պապիրուս եմ ուզում, ասի զանգեք պատվիրեք։ Բայց չգիտենք ես ինչ հարց կա, ինչ չի հետաքրքրում։ Ես ստեղից պետք է առնեմ, իմ տան մոտ է, ես պապիրուս եմ ուզում, հետո այդ օրը զանգեցի քեզ հիշում եմ, ասի ես չի չեք տալի ես բանին, հետո կա, հիմա արդեն կա իդեպ քեզ։ Դե նայեք, այդ ժամանակ հիմնական փոքր վաճառակետերը ընդհանրապես մեզ չէին ընդունում, որտեղ մենք համեմատած բոլորին որոշակի թանկ ենք։ Երբ հասկացա, որ պապիրուսը կայացել է, երբ արտադրումների ժամանակ բոլորը ասում են, հա, դե պապիրուսը մի քիչ պետքա թանկ լինի, այդ իմ համար արդեն չափանիշ էր։ Հասկացել էի, որ ինչ որ արժեք կա արդեն մեջը, որ մարդիկ հասկանում են, որ կարա թանկ լինի, որտեղ որակյալը կարա միշտ թանկ լինի։ Հիմա ուղղակի բոլոր վաճառակետերը մեզ ստիպված են ընդունում, որտեղ մենք ունենք պահանջարկ։ Այո, բանջարքը ստեղծել եք։ Համաձայն եմ։ Նաև ստեղծվում է այսպես իմ նման մարդկանց բզելով էլի։ Նայեք, բիզնես միությունում կան մոտարապես 200-ից 300 գործարար, որտեղ որ ամեն անգամ բարձրաձայն խոսում ենք եւ մեր բրենդներից եւ ներկայացնում ենք ընկերության շրջապատում, չգիտեմ, բոլոր միություններին, որտեղ որ մենք կան, ամենտեղ օգտագործում է ու շատ են մարդիկ, որ իրապես օգտվում են մեր արտադրանքից, դա էլ է նպաստել, որպեսզի մեր բրենդը ավելի արագ զարգանա։ Ես ուրախ կլինեմ, որ մեր ոդքասթից հետո էլ մեր հանդիսատեսը օգտվի հենց Papyrus բրենդից, որովհետև ինքը գալով սահուն արդյունաբերության ոլորտին Հայաստանի, դա տնտեսության ողնաշարն է։ Եվ հաջորդ հարցս հետևյալն է քեզ, ինչի թողեցիր հեշտ բիզնես, որտեղ ուրիշի աճացրած միրգը բերում էիր, վաճառում էիր, հեշտ փող էիր աշխատում ու ստեղծեցիր մի ընկերություն, որտեղ համ պետքա տեխնոլոգ լինես, համ պետքա թիմի ղեկավարման մասնագետ լինես, համ վաճառքից հասկանաս, համ ստրատեգիայից, այսինքն մարդ օրկեստր դառնաս, իրանից բխող բոլոր հոգսերով, գլխացավանքներով, ստրեսներով եւ այլն։ Նայեք, մրգի բիզնեսը բավականին բարդ բիզնես է, որտեղ ժամային գրաֆիկ, անձնական կյանք, նմանատիպ հասկացողությունները ընդհանրապես չկա, էլի։ Չես կարողանում ամեն րոպե պետք է զբաղված լինես։ Հիմա մտածելով գալով այս մեկ բիզնեսին պատկերացնում եմ, որ այստեղ պետք է հեշտ լինի, բայց երկու անգամ ավելի դժվարությունների մեջով անցա։ Դե միջև աստում ես։ Ամեն ինչ եմ անում, եւ մարքետոլոգ եմ, եւ վաճառող եմ, եւ կառավարիչ եմ, եւ արտադրամասի պետ եմ, ամեն ինչ մեջով անցել եմ։ Լավ, մի բան ունես, հանգիստ ունես, կարողանում ես հանգստանաս, հա։ Պրոցեսը անցանք 2022 թվականն էր, միջև այդ, ասենք, ամբողջը բուրըն զարգացման վրա էր, անպատրաստից ինչ ստանում ենք վաճառելով եւ մյուսը։ 22 թվականի սկզբներին հասկացա, որ աշխատում եմ բոլորի փոխարեն։ Հիմնականում այդ ժամանակ հասկացա, որ ինչ որ մի բան չի երիքում, սկսեցինք ընկերության կառուցվածք ձևավորել, չգիտեմ, թիմեր ձևավորել, մարդկանց աշխատանքային նկարագրություններ կազմել առաջին անգամ, մարդկանց պատասխանատվության զոնան որոշել։ Հիմա արդեն ունենք բավականին լավ կառուցված թիմ, այդ ամեն ինչը ուժեղացնելու համար նաև անցած տարի դիմեցինք եւ ավելի ճիշտ ISO ստանդարտներ դիմեցինք եւ ստացանք ISO 9001 որակի կառավարման, 45001 աշխատանքի անվտանգության եւ 14001 բնապահպանական որակ։ Դրանք էլ որոշակի առումով նաեւ ամրապնդեցին այն ինչը որ մենք սկսել էինք 22 թվականից։ Հասկացա։ Ես մի հետաքրքիր հետևություն ունեմ, նայ,
Կա երկու մոդել։ Միջալոց մեր ընկերությունը մեր ոլորտում առաջինն է, որ ունի ISO ստանդարտացում, որը որ իրապես կիրառվում է ընկերությունը։ Եվ հենց այս կոնտեքստում ես ուզում եմ կարևոր հետևություն ասեմ, այսքան բիզնեսմենների հետ շփվելով արդեն 10 տարուց ավել է ամենօրյա սերտ շփում ունեմ խոշոր բիզնեսի սեփական տերերի, հիմնադիրների հետ։ Ես առանձնացրել եմ երկու տեսակի բիզնեսի վարման ուղղություն, ստրատեգիա, մեկը բիզնես անելն է ուղղակի, իսկ մյուսը բիզնես կառուցելն է։ Եվ կա երրորդ ստրատեգիան, դա բիզնես անել եւ կառուցել միաժամանակ։ Շատ բիզնեսմեններ կարող են մեծ բիզնես ստեղծեն, բերեն, ծախեն կամ չգիտեմ, թեկուզ արտադրեն, ծախեն, բայց արդյունքում բիզնես չեն կառուցում։ Իրանք այդ ընթացքում զոհաբերում են ամենաթանկ ռեսուրսը, իրանց կյանքն է, երբ որ իրանք չկառուցելով բիզնեսը, ապրիորի այդ բիզնեսը կառուցում են իրանց անձի վրա։ Այսինքն բիզնեսը ինքը հախուռն կառուցվում է, ինքը աշխատում է, բայց այդտեղ այն օղակը, որի մեջով սաղ process-ներն անցնում են, դա սեփականատերն է։ Դա բիզնես անելն է, բայց երբ որ դու նաև բիզնես ես կառուցում կամ առաջին հերթին բիզնես ես կառուցում, հետո վարում ես այդ բիզնեսը, դա լրիվ ուրիշ ստրատեգիա է։ Համաձայն եմ, մեկ անձով բիզնես կարող ես անել, եթե ընկերությունը որոշակի միջին չափերի է, մեծ բիզնես վարելու համար պարտադիր կառուցվածք պետք է ունենաս եւ համակարգ։ Չեմ կարծում, որ հիմնադիրը ի վիճակի է։ Կան բիզնեսներ, հիմա ես որ նայում եմ մեր թեկուզ ընդհանուր ընկերներին, մեր ակումբի անդամներին, ունենք ընկերներ, ովքեր մեծ բիզնես են անում, բայց բիզնեսը կառուցված չի։ Եթե իրանք մի քանի ամիս չգան չզբաղվեն, չհետաքրքրվեն բիզնեսով, բիզնեսը կկանգնի կամ կմեռնի։ Այս իմաստով մեծ բիզնեսներ էլ ունենք մեր աչքի դեմը, որոնք արվում են բիզնեսմենի 24 ժամ, շաբաթը 7 օր զբաղվածության գնով։ Քանի բիզնեսմենը երիտասարդ է, ինքը կարող է տանի այդ ծանրությունը։ Հենց մի քիչ արդեն տարիքն է փոխվում, նաև մի քիչ էլ եթե մեծանում է բիզնեսը, արդեն խնդիրները դուրս Չէ, պատկերացնում եմ, որ ամեն դեպքում տակը ինչ որ համակարգ կառուցած ունի, որովհետև թեկուզ երիտասարդ բիզնես է, խոշոր բիզնեսի դեպքում մի քիչ հնարավոր չի մեկ անձի շուրջ կառուցել ամբողջը եւ ունենալ նորմալ արդյունք։ Ես ուղղակի դրան չեմ կարողանում հավատամ, որովհետեւ իրականում մարդը ի վիճակի չի բոլոր թելերը ճիշտ կապի։ Այո, համաձայն եմ։ Շատ լավ։ Հիմա գանք քո ապրելակերպին, ո՞նց ես ապրում բիզնեսից դուրս կամ ո՞նց է օրդ սկսում, ո՞նց ես, չգիտեմ, աշխատանքային օրերին ապրում, շաբաթ-կիրակի։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև մեր ունկնդիրների մոտ կա որոշակի պատկերացում, թե բիզնեսմենը ոնց է ապրում, հիմնականում կինոներից ամեն օր քեֆ է։ Զարթում ես, սևիկրան 26 Չէ, կարակի։ արտանում եմ ամեն օր առավոտյան 6-ին։ 6-ին, հա։ Սկզբից ընթերցում եմ բոլոր նամակները, թե ունեմ։ Տնից հետ, հա։ Հա, տնից մոտարապես մի կես ժամ 40 րոպե, հենց պարկած վիճակում անում եմ այդ ամբողջ գրառումները, ինչ ունեմ անելու, դրանից հետո գնում եմ աշխատանքի, այդպես ժամը 9-ից սկսում եմ իմ աշխատանքային առօրյա։ Հիմնականում փորձում եմ կիրակի օրերը տրամադրել ընտանիքիս, ինչ-որ միտեղ գնում ենք, իսկ հանգստանալ հասցնում եմ, տարեկան պլանավորած պարտադիր 4 արձակուրդ եմ ունենում, պես ապրում եմ։ Իսկ երբ ես ավարտում աշխատանքային օրդ։ Աշխատանքային օրերը հիմնականում օրվա ավարտին։ Հա, այսինքն ավարտ չկա։ Ականոջս եմ ասում, որ ասում է երբ ես գալու, ասում եմ այսօր։ Հասկացա։ Գործանը բայց փակվում է ժամը 6-ին, հա։ Ժամը 6-ին փակվում է, այո, գործը։ Դու մնում ես Նո, մինչև հիմնականում ես էլ եմ 6-ին ավարտում, բայց շատ օրեր ա լինում, որ ուղղակի ես ինքս որոշում եմ մնամ աշխատեմ, որովհետև կա չաստրած աշխատանքներ անելու, ու այդ ժամին հանգիստ է, շատ ավելի խանգարող չունենք, շատ ավելի արագ է process-ները արվում, դրա համար 1-2 ժամ նստում եմ, ավարտում եմ, նոր գնում եմ տուն, կամ չգիտեմ, ինչ որ միջոցառման եմ մասնակցում, կամ ընկերների հետ գնում ենք խաղալու կամ ուտելու։ Հասկացա։ Սովորական առօրյա ոնց կա։ 2015 թվականին, երբ որ մենք սկսեցինք բիզնես կրթության այդ մեծ շարժումը Հայաստանում, այդ ժամանակ շատ ակտիվ մասնակցում էիր բիզնես տրեյնինգներին, այդ թվում նաև մեր կազմակերպած։ Ինձ հետաքրքիր է, արդեն 10 տարի անցել է, հետ հայացքով կարաս հետևություններ անես։ Ինչ որ բան փոխեց դա Հայաստանում, ինչ որ բան անձամբ քո Իհարկե։ Հայաստանում չկար բիզնես կրթություն ու Նայեք, ես բիզնեսը սկսել եմ բիզնեսի մասին ոչ մի գիտելիք չունենալով։
Այն ամբողջը ինչին որ այսօր տիրապետում եմ, հիմնականում տվել են հենց տրեյնինգները, դասընթացները, չգիտեմ ինչ որ միջոցառումների մասնակցելը, իհարկե Elite Plaza-ն դարել էր այդ տրեյնինգների հիմքը, բոլորս ընդեղ էինք։ բոլորը գիտեին, որ եթե որտեղ լինենք, Elite Plaza գոնե շաբաթը 2-3 անգամ պետքա լինեինք, հավաքատեղի Դառնալ Դավիթն էլ կարևոր գործ արած։ Մինչև հիմա էլ անում ենք, հիմա ուղղակի մի քիչ արդեն որոշակի փորձառություն ունենք, ինքնավստահություն ենք ձեռք բերել, որ մենք ինքներս կարողանում ենք, բայց ինչ ուզում ես արա, ամեն դեպքում էլի դժվար բաներ շատ է լինում, որտեղ որ խորհրդի կարիք իրականում զգացվում է։ Ինձ հետաքրքիր է այս մասշտաբի բիզնեսում ինչ հիմնական դժվարություններ են լինում, որտեղ դժվարությունները մեծանալու հետ բիզնեսի փոխվում են, այ հիմա օրինակ քո կյանքում, քո բիզնեսում ինչ հիմնական դժվարություններ կան, որոնք նաև մենք կարանք հանդիպենք այլ գործարանների մոտ։ Դե հիմնական մեծ դժվարությունը մասնագետներ գտնել, համալրելը ու լավ մասնագետներին հենց բիզնեսում պահելը, որը որ էլի բավականին դժվար է։ Արտադրության ոլորտում դե հիմնական դժվարությունը կապված աստոցների, մեխանիկական սարքավորումների արագամաշ դետալներն են, որոնք որ Հայաստանում ուղղակի ի վիճակի չեն գտնելը, որը որ իրական լուրջ խնդիր է, կամ նույնը մեխանիկական մասնագետների շատ լուրջ պակաս ունի։ Տոկարներ, բան չի ասեմ, տոկար, մեխանիկ, էլեկտրիկ, նույն օպերատորը, աստոցի։ Բավականին դժվար է, որովհետև ժամանակին ոչ մի կրթություն չեն ստացել մարդիկ, գալիս են, պետքա փորձես սովորացնես։ Դրա համար ստիպված արտերկրից մշտական մասնագետ են հրավիրում, որը որ բավականին թանկ է։ Կարծում եմ մասնագետների պակասը ամենամեծ դժվարությունը, որ այսօր մեր բիզնեսը տեսնում է։ Ու շատ եմ ես այդ բողոքները լսում բոլորի մոտ։ Բայց մյուս կողմից էլ ասում են, որ կա աշխատանքի խնդիր, այսինքն գործազրկության խնդիր։ Գործազուրկն ու աշխատանքը առաջարկողը չեն հանդիպում իրար։ Գործազրկության խնդիր, վստահ ասում եմ, որ աշխատանքի խնդիր չպետք է լինի։ Ավելի շատ կան մարդիկ, ովքեր իրականում չեն ուզում աշխատեն։ Նման տիպի մարդկանց շատ ենք հանդիպում, ովքեր որ ուղղակի, չգիտեմ, էլի հարցազրույցի հենց առաջին փուլում ասում են աշխատանքի ավարտը երբ է։ Այդ մարդկանց մեծ մասը ուղղակի շատ բարդ մարդիկ են չաշխատող։ Իսկ այս պահին ինչ հաստիկներ ունես օրինակ, որոնց մասով կա խնդիր։ Այս պահին ընկերությունում աշխատատեղերը հիմնականում համալրված են։ Արտադրամասում ունեմ, օրինակ օպերատորի հաստիկի կարիք ունենք ու մշտական է դա, որովհետև մշտական համալրումների դեպքում նոր մասնագետների կարիք ունենք։ Առաքման բաժնում ունենք խնդիր, ինքը մշտական է, իրեն կարգավորել եւ 100% արդյունքի բերել չի ստացվում իրականում։ Մնացած մասերով չէ։ Լավ, էլ ինչ խնդիր կա բիզնեսի այս մասշտաբում, կադրերինը հասկացա։ Էլ ինչ կա, որ մասշտաբի մեծանալու հետ գործարը այդ խնդիրներին առնչվում է։ Ֆինանսական ռեսուրսների հեշտ հասանելիություն, որը որ չունի բիզնեսը։ Չնայած վերջին 2 տարում ահագին բան փոխվել է, բայց ֆինանսի հեշտ ֆինանս այթաթելու խնդիրը միշտ կա։ Նկատի ունես վարկային ֆինանս, հա։ Վարկային միջոցներ, վարկեր ձեռք բերել էլի, վարկեր վերցնելը Հայաստանում բավականին դժվար է։ Հիմնականում գույքի ապահովությամբ է, որը որ միշտ չի որ ստացվում է։ Հետաքրքիր է։ Լավ, նաև երևի կա դեբիտորական պարքերի հավաքագրելիության խնդիր, չէ՞։ Ամենացավոտներին կպած, չէ։ Հայաստանում իրական շատ մեծ բարդ խնդիր է դեբիտորական պարտքերի հավաքագրումը, տարապես գործընկերների 60-ից 70% ունեն պարտաճանաչության խնդիր։ Չես կարողանում հստակ պլանավորում ունենաս, cash flow չես կարողանում ճիշտ կարգավորես, որ հասկանաս, որ ժամանակ ոնց ես անում, փորձում ենք մեր ունեցած սեփական միջոցների եւ ռեսուրսների հաշվին ինչ որ բան ստանալ, միջև կվճարեն յոլա են գնում այդ այնց ասեմ։ Այդ լուրջ խնդիր է, բոլորն ունեն մեծ դեբիտոր կա, այդ փողը շատ դժվար է հավաքվում, մարդիկ դժվար են վճարում ու այդ միշտ չի որ փող չունեն չեն վճարում։ Okay, իսկ երբ որ այս մակարդակում խնդիրներ են լինում, ում հետ ես քննարկում։ Դժվար թե բոլոր խնդիրները հնարավոր լինի աշխատակիցների հետ քննարկել։ Կա sense կարծիք, որ բիզնեսմենը ինքը իր տեսակով ավելի մենակ է ու կարիք ունի իր նման բիզնեսմենների հետ նստելու, քննարկելու,
ովքեր են այն մարդիկ, ում հետ դու քննարկում ես քո մեծ բիզնեսի խնդիրները։ Հիմնականում նմանատիպ խնդիրներ քննարկում եմ բիզնես միություններում կազմակերպվող միջոցառումների ժամանակ, այնտեղ 10-որդների խումբ ունենք, որտեղ որ մեր նման բիզնեսների ղեկավարներ են, այդ մասում փորձում եմ բացել խնդիրը, հասկանալ պատասխաններից, նաև ստանալ լուծումները։ Հիմնականում այդ, նաև մեծ խորհրդատու է կինս այդ առումով, հիմնականում Դա բիզնեսի մեջ։ չէ, ինքը բիզնեսի մեջ չի, բայց իմ ամենադժվար ժամանակ ինձ դուխ տվողը, այն որ երբեք չի թողել, որ մեջքի վրա ընկնեմ, ամեն ժամանակ ամոթանք տալով, որ գնա այսօր էլ փորձի, տես ոնց է, մոտարապես այդ վիճակով։ Շատ հարցեր քննարկում եմ նաև հենց աշխատակիցների շրջանում։ Օրինակ խնդիրը բարձրաձայնում ենք, փորձում ենք վերլուծել։ Աշխատակիցների մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ բավականին լավ խորհուրդներ տալիս են։ Իրականում շատ եմ փորձել ու շատ հարցեր ա եղել, որ այդ աշխատակցի որոշումով ես լուծել եմ։ Այնպես որ դրանից չեմ վախենում աշխատակցի մոտ բացահայտել նաև բիզնեսի մեծ խնդիրը։ Տիգրան, իսկ դու որպես բիզնեսմեն նաև մեծ թիմ ես կառավարում, կասես 2-3 սկզբունք, որը քո համար բիզնեսի որը քո համար թիմ կառավարելու ժամանակ կարևոր են, դու դրանցով առաջնորդվում ես։ Որոշումների մեջ բացարձակ արդարություն եմ ապահովում, երկակի ստանդարտների երբեք չեմ կիրառում, կապ չունի հարազատ, եղբայր, անպայման բիզնես շահը հաշվի առնելով եւ հիմնականում փորձում եմ բարեկամներին աշխատանքի չընդունել։ Ինչի՞ ստեղ ինչ կա, ինչ բանաձև կա դրա տակ։ Այն գիտեք ինչի համար, որովհետեւ մշտական խանգարում են, որովհետեւ իրենք ամենաանկարգապահն են, իսկ ես բիզնեսի մեջ շատ կարևոր պայման ունեմ, կարգապահությունը պետք է բացարձակ լինի։ Այդ մասով երևի ինքս չեմ կարողանում ին վրա ազդեմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի։ Փորձում եմ, խուսափում եմ, հիմնականում փորձում եմ չընդունել։ Նույնիսկ չեմ ընդունում աշխատակցի ընկերոջ կամ հարազատին։ Այդ որոշակի իմ մոտ ձևավորված սկզբունք է ու ինքը շատ արդարացված է, որտեղ դեպք ենք ունեցել, որ մեկ աշխատակցի աշխատանքից հանելուց 6 հոգի միանգամից դուրս են եկել ու ես չեմ իմացել ինչ պետք է անեմ։ Չպատկերացնելով էլի որողակին եմ խփում։ Դրա համար հիմա փորձում եմ նմանատիպ խնդիրներ երբեք չստեղծեմ ինքս ինձ համար, չեմ ընդունում, նաև աշխատանքից դուրս եկած բարձր օղակի աշխատակիցներին հետ չեմ վերադարձնում երբեք։ Դա քրքիր է։ Պաշտոն ունեցող աշխատակիցը, որ մեր մոտից աշխատանքից դուրս եկավ, ինքը վերադարձի հնարավորություն չունի։ Դա քրքիր է։ Բայց փորձեր եղել են։ Փորձեր շատ են եղել։ Ինչի՞ այդտեղ ինչ տրամաբանություն կա, որտեղ երկու մոտեցում կա։ Նայեք, շատ է լինում, որ ջղայնացած ժամանակ ուղղակի աշխատանքից ազատման դիմում են գրում, գնում են, հետո հանգստանում են, մեկ ուրիշ աշխատավայր մտնելուց արդեն համեմատությունը ստանում են, տեսնում են տարբերությունը, իրենց համար վերադառնալը ավելի ճիշտ է դառնում, բայց այդ դեպքում մեր մոտ հստակ դրված է, որ մանավանդ պաշտոնը զբաղեցրած աշխատակիցը վերադարձի հնարավորություն չպետք է ունենա։ Որտեղ այդտեղ արժեքների խնդիր կա, Այո։ ու եթե դուք մեկ անգամ այդ արժեքին դավաճանում եք, միշտ պատրաստ եք լինելու։ Այդ շատ կարևոր է, չեմ անում երբեք։ Ներքին օղակից այդ ընդունել եմ, շատ մարդկանց եմ ընդունել, որովհետև իրենք որոշումների վրա ազդելու հնարավորությունը հիմնականում չունեն, չեն խանգարում։ Այս պաշտոնը զբաղացածը վերադարձի հնարավորություն չունի։ Հետաքրքիր է։ Շատ լավ։ Իսկ նայ, դու բիզնեսի կրթություն չունենալով եկել ես բիզնեսի աշխարհ, երկու հատ հաջողված բիզնես ես կառուցել, հետո մեկը թողել ես, մյուսն ես կառուցել։ Ոնց ես մտածում, вообще բիզնեսմեն ծնվում են, թե դառնում են։ Ու քեզ ի՞նչն է օգնել, որ ունենալով ինժեներական կրթություն դառնաս, ստեղծես խոշոր բիզնես։ Երկու դեպքն էլ կիրառելի է, եւ դառնում են, եւ ծնվում են։ Իմ մասով ես ծնվել եմ, որտեվ ես Գիտեմ երբ ես ծնվել։ Ես 1971 թվականին Օրա ամիսը։ փետրվարի 13-ին։
Իմ առումով ես 16-17 տարեկանից արդեն սեփական փող աշխատել եմ, ես երբեք ոչ մեկից փող խնդրած չկամ։ Իմ միջոցներով ապրել են։ Կան նաև մարդիկ, ովքեր որ իրական կրթություն ստանալուց հետո ծավալում են մեծ բիզնես գործունեություն, բայց ամեն դեպքում այստեղ մեկ կարևոր մաս կա։ Պետք է պատրաստ լինես բիզնեսմեն լինելու։ 24/7 ռեժիմով մանավանդ առաջին փուլում աշխատելու, որոշակի մասով անձնական կյանքը զեղչելու բիզնեսին, ամենօրյա սթրեսային իրավիճակներում ապրելու, երկրորդը այնտեղ նաև բիզնեսմենը պետք է պատրաստ լինի ուրիշի փոխային որոշում կայացնել, որովհետև իր որոշումից ինչ որ մարդու ընտանիքա կախված, բարդ է, այնպես որ եւ ծնվում են եւ դառնում են, երկուսն էլ այս կողմնակից են։ Իդեպ քո արխետիպը ամեն մարդ ունի իր ծննդյան օրվա, ամսվա եւ տարվա թվերի հետ փոխկապակցված արխետիպեր, 13 արխետիպը ինքը շատ հետաքրքիր արխետիպ է։ Մի օր մի առիթով ես քեզ մի քիչ կպատմեմ իր մասին ինչ կա առհասարակ արխետիպերի տեսության մեջ։ Շատերը խուսափում են, բայց իմ համար ամենահաջողակ թվերից մեկն է, ես հիմնականում Բայց դա հաջողված է լինում մի պայմանով, հեսա կասեմ այդ պայմանը որն է։ Ես իրականում չեմ տիրապետում, որ պայմանով կարա լինի, բայց ես հիմնական մեծ գործերը, որոնք որ փորձում եմ ինչ որ լավ բան անեմ, միշտ 13-ով եմ կիրառում, այդ օրերի վրա եմ փորձում անել։ 13-ը իմ համար իրականում ոչ թե ծննդյան թիվը, այլ իմ ամենահաջողակ թվերից մեկն է։ 13 արխետիպը ինքը ենթադրում է ժամանակ առ ժամանակ վերափոխվելու, վերածնվելու պահանջ, այսինքն այն մարդիկ, ովքեր ծնվել են ամսի 13-ին, իրանց կյանքը անընդհատ բերում ու ասում է դու պետք է հիմա այն հին ձևդ թողես, լրիվ նոր ձևով վերածնվես։ Այն մարդիկ, ովքեր դա պատրաստ են անեն, իրանք հաջողվում են։ Այն մարդիկ, ովքեր ամեն մի ճգնաժամի ժամանակ ասում են չեն համաձայնվում այդ մեծ տրանսֆորմացիան, ձեր դեպքում տրանսֆորմացիան տենց կարա լրիվ փոխվի կյանքում։ Ես մի գիշերվա մեջ փոխում եմ ամբողջը իրականում։ Դրամ էլ հաջողակ ես։ Կարողանում եմ վաղը որոշեմ ուրիշ ինչ-որ բիզնես անելու, պապիրուս չգնամ կամ չգիտեմ էլի։ Իրականում չեք պատկերացնում, իմ մոտ ինչքան արագ է այդ process-ը լինում։ Կյանքն էլ անընդհատ անես խնդիրներ ա բերում 13 արխետիպին, որ ինքը չի կարա չտրանսֆորմացվի կյանքի իրան բան կանես, ոնց որ կճզմի, էլի։ Հեշտ չի եղել ոչ մի բանը, բայց Ես հիշում եմ, շատ պրոցեսներ կա, մենք խոսացել ենք իրար հետ, իմացել եմ, որ հենց հիմա դու գտնվում ես, այն ժամանակ ուղղակի ծննդյան տորը չեմ իմացել, եթե իմանայի, եղբայրաբար քեզ կասեի, որ տիկ, էսի նորմալ է, սա քո ճգնաժամերը 13 արխետիպի հիմնական հարմարվեմ։ Հա, ինքը լրիվ օքեյ է։ Ինքը լրիվ օքեյ է, ու 13 արխետիպը անընդհատ են իր բանը, ոնց որ ասած կերպարը պետքա թողնի, փոխի, սպանի, նորով վերածնվի, ու ամեն անգամ ավելի բարձր դիրքում է ինքը լինում։ Բան չասի, լիարժեք համաձայն եմ։ Շատ դեպքեր է, որ Եվ բացի դա 13 անում եմ մի բան, որը որ ես էլ չէի հավատում, ինչ եմ անում։ Շատ նման դեպքեր, որ Ես գիտեմ դու կարաս մի օրում թիմի մի մեծ հատված ուղղակի աշխատանքից ազատես 23 թվականի սկզբին թիմի 60%-ին։ Ես ուրիշ կոնոմա բիզնեսմեն չգիտեմ, որ թիմի 60%-ին մի օրում աշխատանքից ազատի ու նորից թիմը հավաքի։ Այստեղ կարևոր մաս կա, նայք, քանի որ բիզնեսը վարել էին քախուրն, իմ այդ ճանապարհ անցած մարդիկ կային, որոնց որ միջև այսօր էլ արգում եւ սիրում եմ, բայց ինձ մոտ չեն աշխատում։ Ցանկացած բիզնեսի կազմավորման փուլում կա խնդիրներ, քաոսային իրավիճակ եւ մյուսը, այն աշխատակիցները, որոնք որ այդ սկզբից ճանապարհ են անցնում, հետագա փոփոխությունները, որոնք որ սկսում ես կիրառել ու անընդհատ փոխում ես, այդ մարդիկ չեն հարմարվում։ Քո հետ աշխատելը հեշտ չի։ Ասենք ամեն օր ինչ որ մի բան սկսում ես փոխել, որովհետև նայ 20 թվականին որ սկսես բիզնեսը մի անգամից արագ աճելը, այդ ժամանակ ես իրականում զգացի, որ ես լավ կառավարիչ չեմ, խնդիր ունեմ ուսուցման, չգիտեմ, ինչ որ մեթոդների կիրառման, այնտեղ նաև աշխատակիցների պատրաստվածության եւ մյուսին այդ ժամանակ արագ սկսում ես փոփոխությունների գնալ, որովհետեւ կառուցես խնդիր չունենաս ու այդ աշխատակիցները դառնում են քո
պրոբլեմ է, ամեն վարքյան, ասենք, դիմադրություն, խանգարել, չգիտեմ, բացասական մթնոլորտ ստեղծել։ Այդ process-ը հենց 23 թվականի սկզբին կուտակվել էր, որ մի օր մտել եմ, ասել եմ, այսքան մարդը դիմում գրեք ազատվեք։ Դրանից հետո գիտես process-ն է ոնց եմ կառուցել, շատ դժվար էր, այդքան էս չէր, բայց հաջորդ level բարձրացար, չէ։ Հա, հիմա հաջորդ level եմ։ Հիմա էլի որոշել ենք այս տարի մի հատ էլ փոքր փոփոխություն անենք, մի քիչ էլ ինչ որ բաներ կփոխենք, երևի 1-2 տարուց հետո էլ ես կփոխվեմ, գնամ մեկ ուրիշ կառավարիչը լավ կառավարի։ Հենց այդ 13 արխետիպի համար երկու նորություն կա, մեկը լավ, մեկը վատ։ Վատը այնա, որ երբեք չեն ավարտվում փորձությունները, բայց լավը նա է, որ 13 արխետիպը ինքը աճում է, հաջողում է հենց այդ փորձությունների ժամանակ։ Համաձայն։ Փորձառություն որպես այդպեսին պապիրոսը ինձ շատ տվեց։ Իսկ որտեղ ես քեզ տեսնում, ուրիշ ինչ բիզնեսում քեզ կարանք տեսնենք։ Ես լավ դիզայներ կաշխատեմ իրականում։ Ուժեղ շինարար կարամ դառնամ, որովհետև ես շատ լավ եմ տեսնում ամեն ինչը։ Առևտրի եթե ոչ արտադրություն, մեծածախ վաճառք, այդ մասում կլողամ ուղակի։ Հա։ Ամեն ինչ էլ կանեմ էլի։ Ընտիր։ Եթե պետքա մի բան փոխել, կփոխվի էլի։ Դե դրան պետքա բոլորը պատրաստ լինեն, չեմ կարծում էլի մեկ բանով պետքա բավարարվի։ Բնույթով սովորող եմ, հիմա էլ եմ որոշակի ինչ որ բաներ նախաձեռնել եմ, որ դա էլ իմանամ, ընթացքում կերևա էլի ինչը կփոխենք։ Բայց որ մեկ տեղում մնալ, դա բացառում եմ ուղղակի։ Իսկ Հայաստանից բացի էլ որ երկրում քեզ կպատկերացնես, Չինաստան, հա։ այո, Հետաքրքիր է։ մեծ աճիկով կապրեի։ Հետաքրքիր է։ Շատ մեծ աճիկ։ Ոչ մի բանը նման չի Հայաստանին։ Չէ, նման չի, բայց այնտեղ իմ բնավորությունները շատ կան։ Հա։ Այնտեղ պատասխանատու, օրենքի գերակայություն, շատ աշխատաշեր, անընդհատ փոփոխվող, որ գիշերը քնում ես առավոտը ուրիշ բան ես տեսնում։ Ես այնտեղ չէի զարմանա, էլի, կմտնեի մեջը, մեծ աճիկով կապրեի։ Իդեպ ես միշտ հիացմունքով եմ նայել այն մարդկանց, ովքեր փոփոխություններին շատ ճկուն են ու կարողանում են խնդրից ոչ թե կոտրվեն, այլ տրանսֆորմացվեն։ Այդ դա ամենակարևոր որակներից մեկն է այսօրվա բիզնեսմենի։ Բիզնեսում ինքը շատ կարևոր է, որովհետև բիզնեսում եթե խնդիր չլինի, ուրեմն բիզնես գոյություն չունի։ Խնդիրների արագ լուծելու կարողություն եթե չունենա կամ չփորձեք լուծելը, իրականում չեմ պատկերացնում բիզնեսի զարգացումը։ Օրինակ ժամանակին խնդիրները, որ առաջանում են, սկսում էի փորփրել, պատճառները իման գալի, չգիտեմ, ինչ որ մարդ փորձում էի մեղադրել, ինչ որ բան անել։ Հիմա ասում եմ, չէ, Ժորժ ջան, խոսք եմ տալիս, որ ես ոչ մեկի վնաս չեմ տալի, խնդիրը պետքա գա ընկերություն, իսկ խնդիրը ինչքան շատ արագ եկավ ու շուտ եկավ ընկերություն, այդքան արագ լուծվելու է։ Ու դրանից հետո նոր կարողանանք պատճառների մասին գտնել, որտեղ է պատճառը, ինչից է, որպեսզի դեմը փակենք, որ չկրկնվի։ Հիմա նույնը, եթե խնդիր լուծող աշխատակից ունես, ուրեմն իմացի, որ շահել ես։ Այն մարդը, որ մտնում է խնդրի եւ պատասխանատվության տակ, ինքը պետքա լինի բիզնեսի աչքու լույսը։ Այո, հետաքրքիր է, քո թիմում աշխատելը ահագին բան է, տոնուսի մեջ ապահովում մարդուն, էլի։ Այս բնավորությամբ մի քիչ էլ գիժ է, ամեն վարքյան փոփոխվող, ամեն վարք։ Ես օրվա մեջ կարամ 50 տրամադրություն ունենամ, իհարկե փորձում եմ իմ անձնականը եւ տրամադրությունը ընկերության ներս չմտցնեմ, բայց անընդհատ փոխվող եմ։ Ինձ թվում է դա եւ խանգարում է եւ օգնում է, որպեսզի մեր բիզնեսը կայուն լինի։ Շատ լավ, Տիկ ջան։ Ես ուզում եմ մի քիչ էլ խոսենք քո լայֆսթայլից, հոբիներից, հա, ինչով ես դու սիրում զբաղվել որպես հոբի, հա, որ քեզ նաև երկրորդ տարերքա բիզնեսից հետո։ Բնության գերկում եմ ճանապարհորդում, սարեր եմ շատ գնում։ Ոտքով, հա, թե մեքենայով։ Մեքենայով գնում եմ, բայց ման գալը, քայլելը իմ համար բավականին մեծ աճիկ է։ Մեծ աճիկով որս եմ գնում։ Սպորտով զբաղվում էի, մոտարապես 1.5 տարի է չեմ հասցնում։ Ավելի ճիշտ, չգիտեմ ինչ որ բան է փոխվել։
չի քաշում, տարիներով մշտական Հիշում մի մարզվել բա դու շատ մարզավիճ, լավ մարզավիճակում մի էիր։ ժամանակ ուղակի տրակում էի, բայց հիմա Լող, չէ, լողել ոնց որ։ լողանում եմ, սպորտզալ եմ գնում, չգիտեմ, վազում էի, ֆուտբոլ էի գնում։ Մի տարի կեսա դադար ունեմ այդ մասով, բայց երևի մարտի սկզբներից էլի կսկսեմ process-ը։ Ճանապարհորդել նաև արտերկիր, երկրներ գնալ, ինչ որ նորությունների ծանոթանալ, ուսումնասիրել ընթերցանությամբ օրական մոտավորապես 15-20 րոպե եմ կարողանում ժամանակ հատկացնեմ։ Չես կարդում, այ հիմա ինչ գիրք ես կարդում։ Սամվել Գևորգյանի Քորվա ռիթմ եմ կարդացել, վատը չէր, շատ լավն է։ Նաև լրացնում եմ միաժամանակ ու փորձում եմ կիրառել, վատը չէր։ Հիմա կոնկրետ ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, որովհետև ունա 25 թվականը շատ բուռն տարի էր ընկերության համար։ Մենք ժամանակին հորեկա ոլորտում զուգանթղթեր եւ սփիչներ կային մեծ գլանափաթեթով, որը որ մեր համար ներմուծում էր։ Մենք անցած տարին դա փոխեցինք, մենք ենք արտադրում։ Ինքը բավականին ծավալուն հոսքագիծ էր, իրեն տեղադրել գործարկման փուլը ավարտելը տևեց մոտավորապես 6.5 ամիս մեր համար։ Դեմքի անձեռոցիկների նոր հոսքագիծ էինք ստացել, նույնը էլի մոտավորապես մի 4-5 ամիս տևեց այդ process-ները։ Անցած տարի ընկերությունը կառավարության սուբսիդավորման մոտ 200 միլիոն դրամի սահմաններում ներդրում է արել եւ սեփական միջոցներից մոտ 100 միլիոն դրամ։ Ավտոպարկն եմ ամբողջը փոխել էլեկտրոմոբիլներով, սեփական արևային կայան ենք հավաքել 300 կիլովատ, բավականին բացառիկ տարի էր էլի ինքը։ Բոլորը երևի ակումբի ներսի գործարներով, չէ՞։ Հիմնական գործերը, որոնք IT սպասարկումը ակումբական, ասենք արևային, հիմնականում փորձում ենք, որտեղ որ կան ոլորտում առկա ընկերություններ, իրենց հետ անել։ Իմիջիալոց քիչ չեն նաև գործընկերները հենց ակումբների ներսում, ովքեր որ օգտվում են մեր արտադրանքից։ 25-ը բուռն էր, 25 ուղակի աշխատելու տարի էր ու մենք հասցրել ենք ամեն ինչ անել, դրա հետ միաժամանակ նաև վաճառքների ծավալների աճ, վաճառքի բաժնի փոփոխություն, մարքեթինգային բաժին ենք ստեղծել, որը որ չունեինք։ Դե բայց դուք B2C վաճառք չեք անում, չէ՞։ Չէ, B2C վաճառք մենք չենք անում։ Մենք հիմնականում B2B է։ Հենց դրա համար պահանջարկ եք ստեղծել, որի հիման վրա էլ խանութները ուզում են ձեր ապրանք։ Բրենդի ճանաչելիության խնդիր կար բարձրացնելու, այդ մասով այդ նոր արտադրանքները շուկա մտցնելու խնդիր կար։ Իմիջիալոց ներմուծումից բավականին ավելի բարձր որակ ստացանք, շուկայում բավականին հայտնի պրոդուկտներ են։ Մոտ 100 տեսակի ապրանք ունեք, չէ՞ դուք արտադրանք։ Շատ 200-ին մոտ արդեն։ Նայ, մեր ընկերությունը, օրինակ, ուսանողների պրակտիկա, երկու բուհի հետ ունենք պայմանագիր, որ բերում ենք, անցկացնում ենք, ու ունդեր գիտես ինչ պրակտիկա եմ անցկացնում։ Մտցնում եմ փաթեթավորողից մինչև մարքեթինգի բաժին տանում եմ։ Թող մեկը փորձվի հանկարծ չանի։ Հստակ է։ Իր երկու հոգի աշխատանքի եմ ընդունել արդեն։ Իմիջիալոց Երևանում համարերկու պետական քոլեջ կա, որը որ ունի մարքեթինգի բաժին, ու այդտեղից ուսանողներ են գալիս բացարձակ լավ կրթություն։ Հա։ Բժիշկ։ Չես պատկերացնում ինչ լավ մակարդակի երեխեք կան մեջներ։ Ասեն գան մտնեն մեզ դիտողություններ անեն բան, հա, լուրջ եմ ասում, շատ ուժեղ։ Որտեղ այդ ուսումնարանը։ Ավանում է ոնց որ։ Հա։ Իրանց հետ մեր ասմիկն է պայմանավորվել, պայմանագիր։ Այս տարի իրանց մոտից 45 հոգի պրակտիկանտ եմ ունեցել։ Շատ ուժեղ է, զարմացած այդ կարգի։ Հետաքրքիր է։ Պոլիտեխնիկից են լավ ուսանողներ գալիս։ Ժողի մասին չասեմ։ Թուլա ժողը։ Հա, բայց։ Ժող սովորողներ մի հատ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, ժողը պետքա որ մարքեթինգի գծով առաջատար լիներ, բայց մեր Տիգրանին չեն հանդիպել լավ ժողի ուսանողներ։ Թույլ են շատ։ Հիմնականում գիտեք ինչն է վատը, ու ինչն է ամենաբարդը, որ գալիս են
Օրինակ մենեջերի հաստիքի համար հարցազրույցի եմ մտնում, այնտեղ գրած է ժողը ավարտել ինչ որ ֆինանսիստի կրթությամբ։ Ասում եմ եղբայր, ինչի՞ չես գնում էլի մասնագիտության հետ։ Հիմա գիտես ինչ կա, դե դիպլոմը ստացել եմ։ Ասում եմ դե որ դիպլոմը ստացել ես, ինչ ես ռեզումեի մեջ գրել, որ դու բարձրագույն ավարտես, մի գրի։ Շատ է թույլ։ Ես էլ եմ ժողովն ավարտել, դու գիտես, երևի։ Ես չգիտեի։ Պրոստը խնդիր կա։ Ժողովի ուսանողները մեծ մասը բիզնեսմեններ են դառնում, որովհետև մասնագիտությամբ աշխատելու այդքան էլ հավես չի լինում։ Սենց ասեմ։ Բան չասեցի, բայց ես որպես վատ առումով չեմ ասում։ Հիմա այս նայում եմ ուսանողներին հիմնականում 4-ից 5 տարի կորցնում են, ոչ մի աշխատանք չեն անում, բայց վերջում էլ գիտելիք չստացած են դուրս գալիս, ավելի լավ է չսովորեն, ավելի լավ է այդ 4-5 տարին այս տրեյնինգներով փորձեն իրենց գիտելիքը ապովել, քան ասենք ժամանակը կորցնել, բայց ոչինչ չվերցնել։ Ու իմ զարմանքը ինչքանով էր մեծ քոլեջի ուսանողներին, որ իրենք ունեին բացարձակ գիտելիքներ, հենց մարքեթինգի մասով, ասենք մեր մարքետոլոգը իրենց հետ ոնց որ ձուկ է ջրում։ Բայց իրանց մենք սկզբը պայմանավորվել ենք հենց քոլեջի եւ պոլիտեխնիկի, որ մեր մոտ է թե պրակտիկա են գալի, պետք է իրական պրակտիկա անցնեն, չէ ցանկալի չի, որտեղ մեր ժամանակը իզուր ծախսելու այդ մասով ահագին նաև աշխատանք ենք անում տեղի դպրոցների հետ, որ աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ ենք անցկացնում։ Հետաքրքրված են նույն երեխեքին, որ բացատրում ես, որ գիտես ինչ կա, այսօր մեխանիկայի աշխատանքը ավելի պահանջված է, քան ասենք IT ինժեների կամ մյուսինը, իրենք իրականում նաև զարմանում են, որ ոնց էլի Հայաստանում մեխանիկ չկա, քիչ է կամ ասենք սվարչիկ չկա կամ մյուսը չկա։ Ահագին բարդ է, բայց այդ մասով էլ 60, 62 թե 63 պրակտիկանտ ենք ունեցել։ Լավն էր, արդյունքները վատը չեն։ Եթե դու հիմա քեզ խորհուրդ տայր ուսանող տարիքի Տիգրանին, այս տարիքից, ինչ խորհուրդ կտայր եւ բնական այդ խորհուրդը նաեւ կարելի է տարածել, հա, բոլոր այն երիտասարդների ուղղությամբ, ովքեր գտնվում են հենց այդ տարիքում։ Ես եթե ինձ խորհուրդ տայի պրոյեկտները, որոնք որ անում ենք այն ժամանակ պոլիտեխնիկի, ավելի լավ կանեի ու ավելի լավ կսովորեի։ Բայց կարող բիզնեսմեն չդառնայիր։ Okay, այդ։ Ինչը։ Բայց կարող բիզնեսմեն չդառնայիր։ Էլի դառնալու էի։ Ինչի։ Նայեք, ինչի էր դա ինձ պետք գալու են խորը գիտելիքները, որովհետև հենց նույն արտադրության ոլորտում իմ ուսանողական տարիների ստացած կրթությունը բավականաչափ ինձ օգնել է, որ ես հասկանամ, որոշակի առումով նաև աշխատակիցները ինձ չկարողանան խաբել ինչ որ process-ների մեջ։ Շատ պետք էր գալի, բայց էլի եմ ասում, եթե պետքա սովորես, ավելի ճիշտ մի տեղ ընդունվես ու չսովորես, ցանկալի չի տարիների կորուստ է, ավելի լավ է ուղղակի դուրս գաս ինչ որ մի աշխատանք գտնես, աշխատես ու դրա հետ միաժամանակ ինքնակրթությամբ զբաղվես։ Եթե պետքա ընդունվես ու չսովորես, ցանկալի չի տարիների կորուստը։ Այդ խորհուրդը կտամ դե։ Լրիվ համաձայն եմ։ Շատ լավ։ Եվ ես այս հարցը հաճախ եմ տալի իմ հյուրերին, կան մարդիկ ցանկացած մարդու կյանքում, ովքեր մեծ դեր ու նշանակություն են ունեցել, այդ կարա, չգիտեմ, դպրոցի դասատուից սկսած վերջացրած մեր ծնողներով, հա, եւ այդ մարդկանցից ինչ որ մեկին դու եթերից շնորհակալություն ասելու հնարավորություն ունես հիմա, ում կուզենաս ասել շնորհակալություն, ով քո անձի կայացման կամ քո կյանքում ինչ որ մի հատ շատ լուրջ ու մեծ խնդրի մեջ իրանց լուծման ոնց որ օգնություն ունեցող կամ ավանդ ունեցող քո կյանքում, ում կուզենաս այդ շնորհակալությունը ասես։ Մեծ եղբայրներից կասեմ այդ շնորհակալությունը, որովհետև իմ ամենադժվար ժամանակները իրենք իմ կողքին են եղել 14 թվականին ընկերություն հիմնադրելու ժամանակ ունեցել եմ ամենաբարդ օրերը, այդ ժամանակ եթե չլիներ եղբայրներիս օգնությունը, երևի իրականում կամ չէր կայանա կամ շատ ավելի դժվար կլիներ, քան ստացել է։ Այս շնորհակալությունը իրենց կա։ Եվ հորս կասեի շնորհակալություն այն աշխատասիրության համար, ինչը որ իմ մոտ կա այսօր։ Ընտիր։
Դու մարզից ես, չէ՞, ես ճիշտ եմ հիշում, Գեղարքունիքի մարզից։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից եմ։ Անտիր։ Մինչև դպրոցի ավարտելը ապրել եմ գյուղում, դրանից հետո նոր տեղափոխվել եմ, ապրել եմ Զեյթունանա կացաներում, պոլիտեխնիկի, ամուսնացել եմ ու տենց կյանքս Երևանում սկսել եմ։ Այո։ Ու բիզնեսն էլ, առաջի բիզնեսն էլ հենց սկսել ես այդ ընթացքում, էլի, երբ որ տեղափոխվել։ Առաջին բիզնեսը շատ հետաքրքիր էր։ Այդ ժամանակ ուսանողական թոշակով ապրող մարդու համար, որ 40 ռուբլի էինք ստանում, մի անգամից մեկ օրվա մեջ 2-3 հարկեղ վաճառեցինք, մի 4-5 հազար փող աշխատեցինք, դու չես պատկերացնում մեր երջանիկ վիճակը։ Միջև այդ ես բանը լամպերի գործարան կար Քանաքեռում, այնտեղ էլ եմ աշխատել գիշերային սմեն։ Հա։ Հա, իմ միակ որպես վարձու աշխատակից 6 ամիս աշխատել եմ։ Որ թվականին։ 91-92 թվականներին գիշերային սմենն աշխատում էի, առավոտը գնում էի դասի, 6 ամիս աշխատել եմ այդ ժամանակ, այդ եղել է միակ ժամանակաշրջանը, որ ես որպես վարձու աշխատակից աշխատել եմ։ Մնացած բոլոր ժամանակները ես իմ սեփական ինչ-որ գործունեություն ծավալել եմ։ Ընտիր, եւ վերջի խորհուրդը ես կուզենայի նոր սկսնակ բիզնեսմեններին տայր, որովհետեւ դու որպես բիզնեսմեն ինչ ասես քո գլխով անցել է, ինչ խնդիր ու փորձություն ասես դու հաղթահարել ես, ինչ խորհուրդ կտաս սկսող բիզնեսմեններին, անկախ իհարկե տարիքից։ Խորհուրդ կտամ հենց վաղն էլ սկսեն, եթե որոշել են, բայց շատ կարևոր խորհուրդ կտամ, որ անպայման նպատակ սահմանեն։ Ինչ են գնում, բիզնեսը ինչ պետք է իրանց տա։ Եթե զուտ մենակ գումար վաստակելու, չգիտեմ։ Ամեն դեպքում կուզենամ, որ ցանկացած բիզնես արժեք ստեղծի, ու նայում պահպանվող արժեքներ։ Ընտիր, Տիկ ջան, դե Շնորհակալ եմ Գրիգոր ջան։ Քեզ եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր ու խորը դիալոգի համար։ Ինձ միշտ քո ու քո նման ընկերների փորձը շատ հետաքրքիր է, որտեղ կա լիքը արած գործ ու դուք շատ քիչ եք խոսում։ Սա երևի քո առաջի ոդքասթն է, չէ՞։ Ես ընկերներ ունեմ, ոդքասթների շատ են յուր գնում, ինձ ասում են, բա ինձ երբ ես կանչելու կապիտալիստ ոդքասթին։ Ասում տղեկ, սպասեք էլի, դուք sense տենից դիքը։ Ես որ եկա վախը մի քիչ սրտումս էր, այն սկզբից շատ էի կախում, հետո հասկացա, որ բացվեցի։ Շատ լավ է, չէ։ Ու հենց ես մեր ակումբի են գործարարներին եմ հրավիրում, ովքեր ոչ մի անգամ ոչ միտեղ ոդքասթի չեն եղել, նույնիսկ ընկերներ ունենք Facebook-ում post գրած չկան, այդքան իրանք փակ են եղել, ու մենք այս ոդքասթի շրջանակներում նորով ենք բացահայտում։ Իդեպ ասեմ նաև, որ մեր ակումբի համար, դե այս ոդքասթը առաջինը մեր ակումբի չաթերում եմ դնում, տեսել ես, շատ գործարարներ ու ճանաչում են մեր գործարարները, միանգամից նորով են բացահայտում։ Չէ, այնպես որ հետաքրքիր է, ամեն դեպքում սովորելու բան ունենք, մեկս մյուսից պարտադիր, որտեվ այդ ընթացքում լսում ես բան, որը որ դու չէիր արել կամ մտքովդ չէր անցնել անելը, այնպես որ լիքը սովորելու բան ունենք։ Գրիգոր ջան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, քո բռնած գործերին հաջողություն։ Ապրես։ Կլուբ կապիտալն էլ ցանկացած հարցով քո կողքն է։ Չեմ կասկածում։ Դե սիրելի ընկերներ, մենք ավարտեցինք եւս մեկ կապիտալիստ ոդքասթի թողարկում, իրական բիզնեսմենի, իրական կյանքի պատմության վրա կառուցված, եւ կհանդիպենք հաջորդ ոդքասթների շրջանակներում, իսկ դուք կարող եք տեղափոխվելով մեր երրորդ աթոռին տալ ձեր հարցերը մեկնաբանություններով եւ ես եւ Տիգրանը կպատասխանենք ձեր տված հարցերին եւ մեր ոդքասթը կհամարվի ավարտված վերջին նամակի պատասխանելուց հետո։ Իդեպ ես մոռացա քեզ ասեմ, որ մենք մեր ոդքասթի լավագույն հարց կամ մեկնաբանություն գրողին ունենք նվեր։ Ես կարծում դու գիտես ինչ կարանք մենք նվիրենք։ Գիտեմ։ Իսկ ես իմ կողմից Ես պատրաստ ունենալու եմ այդ նվերը։ Այո։ Իսկ ես առաջարկում եմ սուրճի կամ թեյի սեղանի շուրջ հանդիպել լավագույն հարց տվող ընկերոջը եւ միասին որևէ հարց բիզնեսի կամ կյանքի հետ կապված քննարկել։ Համաձայն։ Դե ակտիվ եղեք մեկնաբանություններով, քան որ կապիտալիստ ոդքասթը երրակողմ ոդքասթ է իմ հյուրի եւ մեր երրորդ աթոռին նստած հանդիսատեսի միջև, որն էլ կարելի է ասել նոր սկսում է ձեր մեկնաբանություններով ու հարցերով։ Դե մինչ հանդիպում։